Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մարտիրոսյան, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ժառանգություն կուսակցության մասնակցելու ձևաչափն է։ Դուք քննարկում եք արդեն հայտնի է, որ տարբեր կուսակցությունների հետ քննարկում եք դաշինք կազմելու եւ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը արդեն ունեք որոշում հատկապես որ կուսակցությունների հետ եք դաշինք կազմելու, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրություններին այս անգամ կարծես թե մի քանի դաշինք է լինելու, որը կմասնակցի ընտրություններին։ Ասեմ, որ իսկապես այս վերջի ժամանակահատվածում Ժառանգությունը բոլոր լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել եւ հասկանալի է կարեւորությունը նաեւ Ժառանգության քաղաքական դաշտի վրա իմանալով այդպես էլ պետք է լիներ։ Իհարկե ցանկալի չէ, որ շատ դեպքերում նաեւ ապատեղեկատվություն է տարածվում, ուստի այդ առումով ամեն ինչ չէ, որ ճիշտ է, ինչ որ գրում է Ժառանգության պահ։ Ինչ վերաբերում է որոշմանը, ապա ըստ էության մենք ոչ թե ուղղակի ուզում ենք դաշինքով անպայման մասնակցենք, այլ ուզում ենք երկրում փոփոխություններ լինեն։ Իսկ արմատական փոփոխությունների համար անհրաժեշտ է բնականաբար իշխանափոխություն, որը միայնակ որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ միայնակ չի կարող իրականացնել անկախ նրանից որքան ռեսուրսներ ունենա, որքան հեղինակություն ունենա հասարակության մոտ, ուստի եւ մեր մոտեցումը քանի որ ոչ թե պարլամենտում լինելն այլ այդ փոփոխությունները տեսնելն է, մենք կողմ ենք լայն համախմբմանը։ Եվ դուք նշեցիք, որ Ժառանգությունը լայն շրջանակով հանդիպումներ է ունենում, շատ ճիշտ նշեցիք, բայց ոչ թե առանձին վերցրած ամեն մեկի հետ, որ իր հետ առանձին դաշինքի գնանք, այլ որպեսզի բոլորս համախմբված միասին գնանք։ Եվ մենք չենք ասում եկեք բոլորդ միացեք Ժառանգությանը կամ չգիտեմ։ Պարոն Մարտիրոսյան, խոսքեր, այլ ասում ենք բոլորով եկեք իրար հետ միանանք, գնանք։ Ըստ էության ամբողջական ընդդիմադիր դաշտը ամբողջական մեկ ճակատով չի գնալ ընտրություններին, դա արդեն պարզ է տարբեր դաշինքների, դա դեռ պարզ չէ, բայց ցանկացած պարագայում հնարավորություն կա այնպիսի մի դոմինանտ, այսպես ասեմ, կենտրոն ստեղծել, ուժ ստեղծել, որը իսկապես կարողանա նմանատիպ փոփոխությունների գնալ։ Պարոն Մարտիրոսյան, թեև չունեք դեռ որոշում, բայց օրերս կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր էր համարել համագործակցությունը համախմբում կուսակցության, մասնավորապես Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի հետ նշելով նաև, որ տեսնում է Սեյրան Օհանյանին երկրի ղեկավարի պաշտոնում։ Դուք նշեցիք, որ ձեր նպատակը իշխանափոխություն բերելն է։ Այն դաշինքը, որը քննարկում է համախմբում կուսակցություն այն կուսակցությունների հետ, գոնե երկուսը ներկայացված են եղել գոնե մինչև վերջերս իշխանության մեջ։ Ես նկատի ունեմ Վիկտոր Դալաքյանին, ով ամիսներ առաջ հեռացավ աշխատակազմից նախագահի, եւ Սեյրան Օհանյանին, ով դարձյալ ամիսներ առաջ վայր դրեց պաշտպանության նախարարի, այսպես ասած, մանդատը կամ պաշտոնը։ Երկու իշխանության մեջ եղած կուսակցությունների հետ եւ Վարդան Օսկանյանը նույնպես եղել է մինչեւ 2008 թվականը իշխանության մեջ։ Գնում եք իշխանափոխության, ինչպես։ Ամեն մարդ իր կյանքում սխալներ գործում է։ Իշխանության մեջ լինելը սխալ լինել է։ Իհարկե, Հայաստանի պարագայում որոշակիորեն այդպես է։ Բայց խնդիրը դա չէ։ Նախ առաջ երթին որքան էլ մենք տեսնում ենք, որ ինչ-ինչ քննադատական կամ ուղղորդված ինֆորմացիա է հայտնվում, այն դեպքում եւ որ սանից մի քանի տարի առաջ այդ ինֆորմացիան չկար, օրինակ Վարդան Օսկանյանի պահով անընդհատ հիմա մարտի 1-ը շեշտում է։ Անընդհատ դա չէ, 12 թվականի ընտրություններին դա չկար, երբ որ Վարդան Օսկանյանը միասնական շտաբի անդամ էր եւ այլ, չկար դա։ Հիմա արդեն նույն այն մարդիկ, ովքեր իր հետ նստում են, այդ կողմից են նույնիսկ ինֆորմացիա գալի։ Դա մեկ, երկրորդ Սեյրան Օհանյանի հետ կապված։ Նախ իսկապես յուրաքանչյուր անձով իշխանության մեջ եղել է, արդեն սխալական է Հայաստանում։ Այդ դեպքում ինչու է գնում իշխանափոխության, ինչ է փորձում վերցնել իշխանություն։ Ես հենց հիմա կասեմ։ Երկրորդ յուրաքանչյուր անձ, ով որ պաշտոնավորում է, այսպես թե այնպես իր գործունեության ընթացքում նաև թերություններ է ունենում եւ սխալներ է ունենում։ Ուղղակի անկախ նրանից իշխանությունը լեգիտիմ է թե ոչ։ Հիմա նախկին պաշտոնյաների համար ինչ եմ ասում սխալ, որովհետև ոչ լեգիտիմ իշխանություն էր, ինչու եմ ասում սխալ, որովհետև
դա մի կառավարման համակարգ էր, որը երկիրը բերեց այս վիճակին, բայց եթե այդ մարդիկ ցանկություն ունեն փոխելու այդ համակարգը, առավել եւս ներսից տեսնելով, առավել եւս մարդիկ, ովքեր ունեն կարողություններ, ունեն հետագից, որը ոչ միայն սև բծեր ունի, այլ սպիտակ էջեր եւս ունի, այդ դեպքում մենք կարծում ենք պետք է բոլորս միավորենք։ Տեսեք, կարող եք ասել, որ հնարավոր է այդ մարդիկ ավելի մեծ մեղքեր ունեն, ես ձերը չեմ վիճելու։ Ես ասելու եմ հետևյալը. կլինի մարդու մեղավորությունը հաստատող դատական որոշում, որևէ խնդիր չկա։ Այս պահին մենք չունենք անկախ դատարան, որ այդ դատարանի որոշումը ինձ համար հիմք լինի։ Մենք չունենք անկախ իրավապահ մարմիններ։ Մենք ունենք իշխանությունների հրանգը ցավոք սրտի կատարող իրավապահ մարմիններ, որի պարագայում, ասենք, Գևորգ Սաֆարյանը կարող է ոչ միայն 1 տարի կալանքի մեջ լինել, տոնածառ ունենալու համար ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ոչ թե տեղադրելու, այլ ունենալու համար, եւ երկրորդ ունենք դատարան, որը 2 տարի ազատազրկեց, չապացուցված մեղքը։ Այսինքն ակնհայտորեն անհրաժեշտություն կա անկախ դատարան ունենալու, որպեսզի այդ մարդիկ եւ իրավապահ մարմինների աշխատանքով անցնեն, եւ եթե անհրաժեշտությունը տեսնում են իրավապահ մարմինները, որ պետք է դատարանի առջև կանգնեն, նաեւ դատարանի առջև կանգնեն։ Շատ լավ, Դա համար մենք խոսենք հարցի քաղաքական կողմից։ Այնուամենայնիվ մարդիկ, որոնց հետ Ռաֆի Հովհաննիսյանը տեսնում է հավանականություն, հնարավորություն համագործակցելու, եղել են իշխանության մեջ եւ ունեցել են սխալներ, ունեցել են թերություններ, ինչպես դուք նշեցիք, եւ ունեցել են դա անելու իրավունք։ Արդյոք ժառանգությունը Ես չասեցի իրավունք ունեն։ Մարդիկ սխալական են։ Իրավունք ունեն շտկելու այդ սխալները։ Շատ լավ, արդյոք ժառանգությունը, որ չի եղել իշխանության մեջ եւ միշտ ունեցել է ընդդիմադիր կուսակցության անբիծ վարկ, համագործակցելով իշխանության մեջ եղած կուսակցությունների կամ անհատների հետ չի վերցնում պատասխանատվություն կիսելու իշխանության մեջ եղած ժամանակ նրանց թույլ տված սխալների եւ անգործության մեղքերի բաժինը։ Մոտավորապես դուք հիմա մի բանի մասին եք խոսում, որ երկու մարդ իրար չեն ճանաչում, ինչ որ մի ժամանակահատված, դրանից հետո ճանաչում են ու իրար չճանաչած ժամանակահատվածի համար այն մեկը այն միջի համար ինչ որ պատասխանատվություն վերցնի։ Դա ուղղակի նոնսենս է, չի կարող այդպեսի բան լինել։ Անկեղծ ասած չհասկացա համեմատությունը։ Իրենք իշխանության մեջ են եղել, մենք ընդդիմության մեջ ենք եղել։ Հիմա եթե մենք իրար հետ համագործակցում ենք վաղ իշխանափոխության ծրագրի շուրջ։ Պարոն Մարտիրոսյան, ես չեմ պատկերացնում անկեղծ ասած իշխանափոխություն, թե անձերի փոփոխություն է ստեպքում, որովհետև մարդիկ եղել են իշխանության մեջ, մարդիկ սպասարկել են իշխանական գիծը, մարդիկ հաստատել ու պաշտպանել են Սերժ Սարգսյանի որոշումները, ու հիմա նրանք գնում են փոխելու իշխանությունը։ Ինչ-ն եք փոխելու։ Ես հա կասեմ։ Հիմա մի հատ այն հարցը պատասխանը վերջացնեմ նոր։ Ուրեմն ինչ կապ ունեմ ես իր այն ժամանակվա կատարած սխալների համար։ Այլ հարց կլինի, եթե ես եւ ինքը նույն ժամանակահատվածում իշխանության մեջ եղած լինենք, եւ այդ սխալները տեսնելով ես չբարձրաձայնեմ, ես իմ վրթովմունքը չհայտնեմ, ես իմ բացասական տեսակետը չհայտնեմ։ Այդ դեպքում ձեր ասածը նոր տեղին կլիներ։ Դրա համար նախորդի համար մենք պատասխանատվություն իհարկե չենք կարող վերցնել։ Ոչ թե չենք վերցնում, չենք էլ կարող վերցնել, դա աբսուրդ կլինի։ Ինչ վերաբերվում է մեր ամբիցիությանը, իհարկե իշխանափոխությանը։ Դրան էլ կհասնեմ, ես երթով գալիս եմ։ Ինչ վերաբերում է մեր ամբիցիությանը, իհարկե ամբից ենք եղել, բայց խնդիրը մեր ամբից անընդհատ լինելը չի։ Մենք ուղղակի ամբից չենք եղել ամբից լինելու համար, մենք մեր գործունեությամբ ցույց ենք տվել, որ մենք այդպեսին ենք։ Եվ հիմա էլ մեր գործունեությամբ նորից ցույց ենք տալի մեր հասարակությանը, որ մենք երկիրը փոփոխելու խնդիր ունենք։ Մենք չենք համագործակցում այդ մարդկանց հետ, որ ասենք Սերժ Սարգսյանին փոխարինի Պողոս Պողոսյանը։ Մենք համագործակցում ենք, երրորդ հարցին եմ արդեն գալի, թե ինչի շուրջ պետք է լինի այդ իշխանափոխությունը կոչվածը, դա պետք է լինի համակարգի փոփոխություն, ոչ թե անձերի փոփոխություն միայն, այլ առաջերտին նաև համակարգի փոփոխություն։ Այսինքն դա նշանակում է նոր սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, դա նշանակում է տնտեսության ազատականացում, դա նշանակում է հարկային մաքսային նոր օրենսգիրք, դա նշանակում է անկախ դատարաններ, դա նշանակում է անկախ իրավապահ համակարգ,
Սոցիալական համապատասխան փաթեթ մեր քաղաքացիների համար ամենակարևորը անվտանգության համապատասխան մակարդակ, այսինքն մենք պետք է կարողանանք ապահովել դա։ Խոսքը սրա մասին է, ոչ թե նրա մասին, որ ինչ կա չկա, ասենց պահում ենք, հետո անձեր են փոխում։ Շատ լավ, դա մեկ, երկրորդ։ Նույնիսկ ձեր ձեռքի մատների վրա, յուրաքանչյուր ձեռքի վրա 5 մատ կա, բայց թեև իրենք մի հիմքից են գալի, բայց դրանք տարբեր մատներ են։ Բոլորովին տարբեր մատներ են, տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Դրա համար իհարկե անձերի խնդիրը կարևոր է, այդտեղ որևէ խոսք չկա եւ նույնիսկ նույն համակարգի մեջ տարբեր անձեր ղեկավարելով համակարգայր տեսք է ստանում, բայց որpիսի ձեր այդ մտահոգությունը չլինի եւ ինչպես եւ մեր քաղաքացիների մոտ նմանատիպ մտահոգություն չլինի, որ արդյոք գալիս են ընդամենը անձերով փոխվել, մենք ասում ենք, մենք նաեւ համակարգային փոփոխություններ պետք է իրականացնենք։ Այն ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք, այն ինչի մասին տարիներ շարունակ պայքարել ենք, վերջի ժամանակահատվածում իշխանությունն է, չգիտեմ, ինչ-որ բարեփոխումների մասին խոսում, բայց բարեփոխումները գնում հասնում են բանանին, ավել չեն բարձանում բանանից, հենց էլ պարզվում է, որ բանանի գինը ինչպես կա, նույնը մնացել է։ Պայքարում են իբրև թե երկրորդ ներմուծող որ գա շուկա, հիմա գալիս է թե չի գալիս է, ոչ մեկ չի հասկանում, որովհետև գինը նույնը մնում է։ Դրա համար խնդիրը ոչ թե պետք է դրվի, որ վարչապետը մեկ բանան, երկրորդ բանան ներկրողի համար պայքարում է, ոչ։ Վարչապետը դες բանի համար չպետք է պայքարի։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, համակարգ պիտի փոխի։ Ձեր այսպես կոչված դիրքորոշումը դաշինք կազմել Վարդան Օսկանյանի, Սերյան Օհանյանի Ոչ միայն, դուք անդադ երկու լայն դաշինք կազմել այս պահին քննարկվող ամեն դեպքում մամուլում արտարծվող թեման 3 անձինք են՝ Ռաֆի Հովհաննիսյան, Սերյան Օհանյան, Վարդան Օսկանյան։ Այս խնդիրը ժառանգության ներսում առաջացրել է ճեղքում։ Ճեղքում չի առաջացել։ Բախշյանը դիմում է գրել ժառանգություն կուսակցությունից հեռանալու, Զարուհի Փոստանջյանը չի պաշտպանում ձեր դիրքորոշումը։ Ինչպես եք լուծելու այս խնդիրը ժառանգության ներսում, եթե ունենաք տարաձայնություններ այնուամենայնիվ որոշումը կայացնելու եւ լայն դաշինքով համաձայն։ Տիկին Բախշյանի հեռացումը կարծում եմ այլ պատճառներ ունի։ Այն ինչ որ ինքը ասել է, ես համաձայն չեմ, բայց Տիկին Բախշյանի հետ էլ շատ երկար ճանապարհ ենք անցել պայքարի եւ հարգանքը իր նկատմամբ պահպանվում է։ Մենք իրեն միայն բարին ենք մաղթում, բայց կարծում եմ պատճառը դա չէ։ Հետագայում եթե ինքը կցանկանա տարիներ անց թեև կարող է ասել թե ինչի դուրս եկավ, բայց չեմ կարծում խնդիրը դա էր։ Այլ է Զարուհի Փոստանջյանի հանգամանքը, իսկապես ինքը դաշինքային պատկերացումներին դեմ է եւ շատ լավ է որ դեմ է։ Ժառանգությունում միշտ էլ կարծիքների, այսպես ասեմ, սեփական կարծիք ունենալը եւ այլ կարծիք ունենալը ողջունվել է։ Բազմազանություն կարծիքների։ Բազմազանությունը ողջունվել է եւ մենք դրանից օգտվում ենք միայն եւ ոչ թե դրանից վատ ենք զգում։ Բայց վերջում հանգել ենք ինչ-որ որոշման, քվեարկությամբ եւ դա կյանքի են կոչել։ Եղել են դեպքեր, շատ չէ իհարկե, բայց մեկ դեպք շատ խոշոր դեպք է եղել, որ պարոն Հովհաննիսյանը ինքն է փոքրամասնության մեջ եղել։ Մենք որոշում ենք կայացել, շատ կարևոր որոշում, եւ պարոն Հովհաննիսյանը այդ որոշումը կյանքի է կոչել։ Ես կարծում եմ հարցը լուծվելու է դարձել քվեարկության ճանապարհով։ Բնականաբար, ես կարծում եմ Զարուհի Փոստանջյանը եւս ինքը կհարգի ժողովրդավարական օրենքները, ինչը ժառանգությունում հիմնադրված օրվանից կա, եւ ինչպես մենք բոլորս այդ թվում ես ինչ որ մի ժամանակահատվածում փոքրամասնություն եմ եղել, որոշում է ընդունվել եւ ես այդ որոշումը կյանքի եմ կոչել, նույնպես եւ Զարուհի Փոստանջյանը, եթե փոքրամասնության մեջ լինի, այդ որոշումը կյանքի կոչի։ Եթե չի ցանկանա կյանքի կոչել, դա արդեն իր որոշումը անձնական որոշումը կլինի։ Շատ լավ, վերջին հարցը պարոն Մարտիրոսյան, ձեզ ելք դաշինքից եւ Եվ վերջապես կներեք ժառանգությունում ոչ ճեղքեր կան, ոչ չգիտեմ ինչեր կան, ընդամենը Տիկին Բախշյանը ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել, ոչ կուսակցական մեր գործունեության պատճառով եւ Տիկին Փոստանջյանի այդ կարծիքն է։ Եթե դուք այլ վարչականի կարծիք ունեք այլ մոտեցում,
Տիկին Բախշյանը իր հեռացումը պայմանավորել էր այդ հանգամանքով, բայց կսպասենք Ես նորից եմ տկնում, ես համաձայն չեմ իր հետ այդ։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, ձեզ ելք դաշինքից, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Միրզոյանը բաց նամակ էր գրել եւ ըստ էության հորդորել էր չհամագործակցել համախմբում կուսակցության հետ, փոխարենը մնալ այնտեղ, որտեղ եղել եք տարիներ շարունակ եւ մնալ ընկերների կողքին եւ քանի որ ձեր նպատակները Հայաստանը ջահիջից հանելն է, գնալ այդ ուղղությամբ։ Ինչու որոշում չկայացվեց, այսինքն որոշում դեռ չեք էլ կայացրել, այնուամենայնիվ ինչու հակված եք որոշում չկայացնել ելքի հետ համագործակցելու օգտին։ Իսկով ասած, որ մենք որոշում կայացրել ենք, որ ելքի հետ չհամագործակցենք, դա մեկ, եւ երկրորդ ամենտեղ ասել եմ, այստեղ էլ կասեմ, մենք ցանկանում ենք այդ մեր պատկերացած դաշինքում տեսնել նաեւ ելքին։ Այնպես չէ, որ մենք ինչ-որ ելքի նկատմամբ հակակրանք ունենք կամ չգիտեմ։ Եթե մի քանի ճակատով գնան դիմություն դրության, ինչ կպատահի ընդդիմադիր ընտրազանգվածի հետ։ Այդ դեպքում իրենք նախորդ թող շնորհավորեն Սերժ Սարգսյանին վարչապետ 18 թվականից հետո ընտրվելու կապակցությամբ, թող շնորհավորեն Հանրապետական կուսակցությանը նորից մեծամասնություն լինելու համար մի քանի տասնյակ կամ 100,000 քաղաքացիների արտագաղթի կապակցությամբ էլ իրենց ցտեսություն ասեն։ Շատ լավ, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։